Բարի լույս, խոսքը այսօրվա ընթերցման միմյանց համար բարեխոս լինելու մասին է։ Բարեխոսությունը սիրո դրսևորում է։ Եվ երբ ես բարեխոսում եմ որևէ մեկի համար, ես ցույց եմ տալիս այդ մարդու նկատմամբ իմ ունեցած սերը, անհանգստությունը, ցանկությունը, որ այդ մարդը ավելի լավը լինի, կամ առողջանա, կամ բժշկվի, կամ գործերի մեջ հաջողություն ունենա, կամ ընտանիքը ավելի ամուր լինի։ Ամեն դեպքում բարեխոսությունը եղանակ է, մեթոդ է, վիճակ է, որտեղ մարդը փորձում է ուրիշի համար անհանգստանալ կամ որևէ մի մասով, կարելի է այդպես ասել, ապրել ուրիշի կյանքով կամ հոգսով։ Եվ այս բարեխոսությունը սիրվում է Աստծո կողմից, որովհետև Տերը տեսնում է, որ իր զավակները մեկը մյուսի համար անհանգստանում։ Այս տրամաբանության մեջ է նաև սուրբերի բարեխոսությունը, բայց այսօր դրան չանդրադառնանք, այլ այսօրվա ընթերցմանը։ Եվ նա ժողովարանից դուրս գալով մտավ Սիմոնի տուն։ Սիմոնի զոքանչը բարձր ջերմության մեջ տառապում էր։ Նրա համար Հիսուսին աղաչեցին։ Նա կանգնեց նրա մոտ, սաստեց ջերմին և ջերմը թողեց նրան։ Հիվանդն անմիջապես ոտքի ելավ և սպասարկում էր նրանց։ Այսօրվա հոգևոր նախաճաշը, սիրելիներ, այս թեմայի մասին։ Արդյոք մենք պատրաստ ենք մեկս մյուսիս համար աղաչել Տիրոջ, խնդրել Տիրոջը որևէ մեկի համար, ով դրա կարիքը ունի, սրտանց խնդրել, անհանգստությամբ խնդրել, որովհետև Տերը երբ տեսնում է, որ ես կարողանում եմ սրտով որևէ մեկի համար խնդրանք ուղղել իրեն, հասկանում է, որ ես հասկացել եմ, ինչ է նշանակում աստվածային սեր։ Եվ եթե դա կա, ուրեմն Տերը իմ բոլոր կարիքներն էլ կբավարարի, որտեվ գիտի, որ ես իմը թողած ուրիշի մասին եմ մտածում։ Սիրելիներս, եկեք այսօր փորձենք խնդրել այն մարդկանց համար, ովքեր ի վիճակի չեն, թե ֆիզիկապես, թե մտավոր առումով, թե հոգևոր առումով դեռ պատրաստ չեն Տիրոջը դիմելու։ Խնդրենք Տիրոջը այդ մարդկանց համար, աղաչենք Տիրոջը, որպեսզի բժշկի նրանց, հոգևոր, մարմնավոր, մտավոր բժշկություն պարգևի, որովհետև այդ տարբերակով մենք Քրիստոսին ենք նմանվելու, ով եկավ աշխարհ եւ իր հորից խնդրեց բոլորիս համար, որպեսզի Տերը բոլորիս արժանացնի փրկության։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ, սիրելիներս։ Աստված օրհնի ամենքիս։